Եվ այսպես մեղրին պետք է պատասխանի շատ պարզ հարցի։ Ուզում է վերածվել թուրքական անապատի, թե ուզում է լինել տնտեսական հաբ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև։ Հարգելի հեռուստադիտողներ, օգոստոսի 8 Վաշինգտոն Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Դոնալդ Տրամփ միջոցառում, լրատվամիջոցներ, ստորագրված փաստաթղթեր։ Ով է այդ փաստաթղթերի հեղինակը։ Փաստաթղթերի հեղինակը թուրքական հատուկ ծառայության ՄԻՏ-ի նախկին եւ ներկա ղեկավարներն են Հաքան Ֆիդանը եւ Իբրագիմ Քալենը։ Սա ոչ թե Բենյամին Մաթևոսյանի, Անի Ավետյանի, Տիգրան Քոչարյանի վերլուծությունն է, մոտեցումն է, գնահատականն է։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի կողմից ներկայացրած տեղեկությունն է։ Այսօր Ուիթքոֆը պատմել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը Թուրքիայում, Սիրիայում, մեր տարածաշրջանում կարևորագույն դեսպանը Թոմ Բարակը տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ քննարկումները ունենում եւ խորհուրդներ է հարցնում Թուրքիայի կրկին ասենք հետախուզության ՄԻՏ-ի նախկին ղեկավարի Հաքան Ֆիդանի եւ ներկայիս ղեկավարի Իբրագիմ Քալենի հետ։ Դուք հիմա հասկանում եք, ով է իրական ճարտարապետը օգոստոսի 8-ի փաստաթղթերի, դրանց տեքստի, դրանց շրջանակներում ձևավորված ճակերտավոր անվտանգային համակարգի։ Տեսեք, երբ որ մենք այս համատեքստում ենք դիտարկում իրողությունները, ապա շատ պարզ է բոլորիս համար դառնում այն, որ թուրքերը պարզապես ցանկացել են Նիկոլ Փաշինյանի դեմքը որպես իրենց գործընկեր փրկել առնվազն միջև հերթական խորհրդանական ընտրությունները, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել ամերիկացիներին ինչ որ տնտեսական փայ տալ այս ամեն ինչում, բայց դրա շնորհիվ հնարավորություն տալ իրենց կարևորագույն գործընկեր Հայաստանում Նիկոլ Փաշինյանին փրկել իր դեմքը առնվազն միջև ընտրությունները եւ Զանգեզուրի Միջանցք ասվածի փոխարեն օգտագործել Թրամփի ուղի ձևակերպումը, բայց նաեւ նկատենք հետեւյալը, տեսեք, թեև կա այդ պայմանավորվածությունը, մենք տեսնում ենք, որ մեր ադրբեջանցի հարևանները, մեր թշնամիները խոսելով տարածաշրջանային կոմունիկացիաների մասին կրկին օգտագործում են Զանգեզուրի միջանց ձևակերպումը։ Այս ձևակերպումը օգտագործում են գրեթե բոլորը, Իլհամ Ալիևից մինչև Հիկմետ Հաջիև։ Հիկմետ Հաջիևը նույն Արարատ Միրզոյանի հետ մեկտեղ այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ՄԱԿ-ի վեհաժողովին է մասնակցում եւ միջոցառումներից մեկի ժամանակ կրկին խոսել է Հայաստանով անցնող կոմունիկացիայի մասին եւ օգտագործել է Զանգեզուրի միջանցք հասկացությունը։ Ու այստեղ մենք իհարկե կարող ենք ասել, լավ, իսկ հայկական կողմը ինչու չի ընդդիմանում այս ամենին։ Այսօր օրինակ Արարատ Միրզոյանը հանդիպել էր իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ եւ կարող էր, չէ, քննարկման ժամանակ ասել, որ մեզ համար անընդունելի է, որ դուք կիրառում եք Զանգեզուրի միջանցք եզրույթը ձևակերպում, բայց ոչ ադրբեջանական պաշտպանական հաղորդագրության մեջ այդ մասին որևիցե խոսք կա, ոչ էլ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տարածված տեղեկատվության մեջ մենք կարող ենք գտնել ձևակերպումներ, ըստ որի Արարատ Միրզոյանը անդիմացել է Զանգեզուրի միջանց ձևակերպման օգտագործմանը։ Իսկ միգուցե խնդիրը կայանում է հետևյալում. Նիկոլ Փաշինյանը քանի որ հանձնել է Զանգեզուրի միջանցք, ադրբեջանցիները դա անվանում են Զանգեզուրի միջանցք։ Քանի որ Արարատ Միրզոյանը եւ ԱԳՆ-ում առհասարակ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Զանգեզուրի միջանցք, այդ իսկ պատճառով էլ իրենք չեն անդիմանում նրան, երբ որ ադրբեջանցիները այդ տերմինն են օգտագործում։ Այսինքն բովանդակային առումով, քանի որ դա միջանցք է, դու ձևին այսպես ասած չես կպնում։ Բայց այստեղ տեսեք եւս մի կարևոր հանգամանք կա, մի կարևոր խնդիր կա։ Մենք հիմա բոլորս տեսանք, հասկացանք, իմացանք, որ տարածաշրջանում անվտանգային ճարտարապետության վերաբերյալ ամերիկյան կողմի խորհրդատուները թուրքերն են։ Իրենք են առաջարկում ամերիկացիներին սրան աջակցեն կամ այն մյուս ծրագրին չաջակցել։ Հիմա ո՞րն է երաշխիքը նրա, որ եթե Ալիևի եւ Էրդողանի կողմից ընդունելի տարբերակով Հայաստանի Հանրապետության տարածքով անցնի արտատարածքային միջանցք, իսկ Իլհամ Ալիևը իրական շատ անկեղծ ասում է, մենք հայերի այդ միջանցքում չպետք է տեսնենք, բայց պատկերացնեք մի իրավիճակ, Թուրքիայից կամ Ադրբեջանից ինչ-որ մի բեռնատար է մտնում եւ այդ բեռնատարի վարորդը ինչ-որ մի բեմականացված ներկայացում է խաղում եւ ասում է, որ հայերը իրեն խոշտանգել են, վնասել են իրեն, իր մեքենան, կա հավանականություն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը սրան կարձագանքեն, կա հավանականություն, որ իրենք ոչ միայն կարձագանքեն եւ կփորձեն օկուպացնել Մեղրին, ընդհանրապես Սյունիքի մարզը, այլ նաեւ կկարողանան իրենց ձգտումը հիմնավորել ամերիկյան վարչակազմի մոտ, չէ՞ որ Թոմ Բարակը
Դոնալդ Թրամփին ներկայացնում է Իբրագիմ Քալանի եւ Հական Ֆիդանի մոտեցումները։ Սրանք չափազանց կարևոր հարցեր են եւ Ուիտկոֆի այսօրվա հայտարարությունից հետո այս հարցերին բոլորս երևի պետք է պատասխանենք, բայց եթե անկեղծ լինենք, առաջին հերթին նաեւ Սյունիքի մարզի մեր բնակիչները պետք է պատասխանեն, Մեղրիի մեր բնակիչները պետք է պատասխանեն։ Իսկ եթե մենք փորձենք ավելի այսպես ասած կազմակերպչական տեսանկյունից մոտենանք այս ամեն ինչին, ապա Մեղրիում պետք է պատասխանեն հետեւյալ հարցի. իրենք ինչ են ուզում, լինել թուրքական անապատ, թե լինել Հայաստանի տարածքում հաբ, որը կկապի Եվրասիական տնտեսական միությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ինչու ենք մենք նաև այս տնտեսական առաջարկի մասին խոսում, ինչպես շատերը վստահաբար գիտեք, այս շաբաթվա ընթացքում մեր ձևով շարժման համակարգողներից Նարեկ Կարապետյանը ներկայացրեց Մեղրիի տնտեսական զարգացման ծրագիր, որը ի թիվս այլնի նախատեսում է 300 միլիոն դոլարի ներդրում ջերմաէլեկտրակայան հնարավոր է կառուցվի Մեղրիում, այդ էլեկտրակայանի շնորհիվ հնարավոր կլինի վերամշակել գազը, ստեղծել էլեկտրաէներգիա եւ վաճառել այն իրանցի մեր գործընկերներին, իսկ հատկապես ամառային սեզոնին Իրանում մշտապես հոսանքի հետ կապված խնդիրներ են լինելու։ Նարեկ Կարապետյանը խոսեց նաեւ գյուղատնտեսական կարևորագույն ծրագրերի մասին, այլ կերպ ասած կրկին ասենք, առաջարկվում է Մեղրին դարձնել տնտեսական հաբ Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ, բայց սա անհնար կլինի անել, եթե անվտանգային առումով մենք հարցերը չկարողանանք կարգավորել, եթե ռուս սահմանապահները հայկական բանակայինների հետ միասին չշարունակեն վերահսկողություն պահպանել Սյունիքում, հայ-իրանական սահմանին, մենք չենք կարողանա այս բոլոր ծրագրերը կյանքի կոչել, եթե Հայաստանի Հանրապետության տարածքով, Սյունիքի մարզով անցնի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը արտատարածքային կոմունիկացիա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերահսկողությամբ։ Դրա համար ամփոփելով ասենք հետեւյալը՝ Մեղրիի մեր հարգարժան համակարգացիները պետք է իսկապես հետեւյալ հարցին պատասխանեն։ Իրենք ուզում են դառնալ թուրքական անապատ, թե իրենք ուզում են շարունակել մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում եւ լինել տնտեսական կարևորագույն հանգույց Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև։ Մտածեք այդ մասին։